Հարգելի խոյեր, այդ օրը ոմանք առիթ ունեն, ոմանք առիթ են ստեղծելու, ոմանք հրավերք կունենան առիթի, այնտեղ երջանիկ կլինեք, եթե հատկապես ձեր առիթն է, կարող է ինչ-որ մի բան է ձեզ երջանկացնում եւ դրա հետ մեկտեղ առիթ եք կազմակերպում, ուրախանում եք բոլորով։ Նաեւ սիրային ժամադրություն ոմանք նաեւ ուղղակի ինչ-որ մեկի հետ կարող պայմանավորվել եւ հանդիպել։ Դե ձեր հարազատ մարդկանց հետ իհարկե։ Եվ հանկարծակի լուր այդ օրը կարող եք լսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այ չգիտեմ, այստեղ ժամը ընկել էր, թե չէ, եթե ընկել էր, ուրեմն ժամին էլ ուշադրություն դարձրեք։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 9-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև ինչ-որ մի բան կարող ձեր ձեռքից գնա կամ ինչ-որ մեկն է գնալու, հնարավոր է օձերի պատճառով է, իրենց օծությունից է, կամ բամբասանքներից է, ամենայն դեպս ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի բան ձեր ձեռքից կարող եք բաց թողնել։ Եվ սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, այստեղ օրվա վերջ։ Տաքսի եք օրինակ սպասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 9-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը
Ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, ոմանք տանը առիթ ունեն կամ ձերն է կամ պետք է գնա կամ տան հետ կապված ոչ իրադարձություններ են, հնարավոր նաև այստեղ անակնկալ կամ եթե առիթ է կամ ձեզ են անակնկալ մատուցում, նաև ոմանք ունեն սիրային թաքուն հարաբերություններ, սիրային եռանկյուն հարաբերություններ, այդ օրը կհանդիպեք տվյալ մարդու հետ կամ կզրուցեք, կխոսեք։ Ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը, կարող են աշխատանքի ընդունվել, հարցազրույցի գնալ, բիզնեսը առաջ տանել, նաև հանդիպել պետական աշխատողի հետ և կարող եք տատանվել, ինչ-որ հարցեր ծանրութեթև անել, ինչ-որ մի բան կարող ձեզ տանջել, որ ծանրութեթև է կամ նաև սեղանի շուրջ կնստեք, դե համար որոշ բաներ չեք հասցնի ավարտեք, կմնա և նորություն կլսեք և դե կգնաք ինչ-որ մտեղ երկար կմնաք բնականաբար և յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, հետո նոր արեք, ոչ մի հարցում մի շտապեք և հաջողություն ունեք, հաջողություն ինչ-որ հարցում, չեմ կարող հստակ ասել, ամեն մեկը տարբեր ոլորտներում կարող ունենալ, մեկը բիզնեսի, մեկը յուրաքանչյուր, հեշտությամբ տաքսի գտնեք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք խեցգետիններին, Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 9-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, ինչ-որ մեկը կարող է հիվանդ է կամ ինչ-որ մի բան է այստեղ, որը ձեզ կցավեցնի, հա, չմանրացնեմ, բառերը բերանիցս դուրս չհանեմ, բայց ինչ-որ մի բան է ամենայն դեպս ձեզանից էլ նաև կարող է ինչ-որ մի բան գնա, կամ դուք եք հիվանդ չեք հասցնում ինչ-որ մի բան անեք, դա ձեր ձեռքից գնում է, ոնց որ պատվերը հետ եք տալիս օրինակ, որովհետև չեք կարող անել, որովհետև լավ չեք զգում, հա, այստեղ ինչ-որ մի բան է այստեղ, և ովքեր որ հղի են, խնդրեմ, որ ուշադիր լինեն, օրվա ընթացքում ոչ մի բան էլ ձեզ կերջանկացնի, երջանիկ եք լինելու, ուրախ կլինեք, ոմանք սիրային թաքուն հարաբերություններ ունեն, սիրային եռանկյուն հարաբերություններ ունեն, որ դա է ձեզ ուրախացնում, երջանկացնում, նաև դա կարող է լինել թաքուն ինչ-որ մի բան, կամ միգուցե ինչ-որ այստեղ իմանում եք, հետո իմանում եք, որ դա կատակ էր, ինչ-որ բաներ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք կառույցներին, Ինչ է սպասվում առուսներին մայիսի 9-ին։
Հարգելի առուսներ, այդ օրը բավականին շատ աշխատանք կունենաք անելու, ոմանք նաև աշխատանքի կարող են ընդունվել, ոմանք ոչ-պետական աշխատող հետ հանդիպեն, ոմանք հարցազրույցի գնան, նաև ինչ-որ բան է ձեզ հիասթափեցնում, եթե աշխատանքի համար եք գնալու, չգիտեմ, այստեղ հստակ չեմ կարող ասել, կարող է դրա հետ է կապված կամ ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել, կարող հույսներ դրեք այդ պետական աշխատողի վրա, բայց հիասթափվում եք, այդ օրը նաև հանդիպում ունեք, այստեղ հույս է, կամ հույսն է, հա ոնց որ մարդը հույսով էր այդ մարդու վրա, չի լինում, կամ հավելյալ հույս է ձեզ մոտ առաջանում, ինչ-որ մի բանից, կամ այդ հանդիպումից, և որևիցե քայլ անելուց առաջ անպայման երկար մտածեք, նոր հետո արեք, արագ որոշումներ մի կայացրեք, ոմանք կարող են գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ, ինչ-որ մի բան է կամ դանդաղում, կանգնած է, դեռ չի գալիս, ոնց որ քնած է դեռ, ոմանք այդ օրը ուշ կպարկեն քնելու, ոմանք շուտ կպարկեն քնելու, նաև հյուր, այստեղ կամ դուք կունենաք հյուր, կամ դուք կգնաք հյուր, և իդեպ շատ հավանական է, որ ամսի 9-ին ես էլ մտնեմ ուղիղ եթեր իհարկե, առույցների ժամանակ եմ ասում, որտեվ լուսինս առույցում է, ուզում եմ նշել, որ մտնում եմ միայն իմանալու ինչպես եք դուք, ուրիշ ոչինչ, խոսանք էլի այդպես, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք կույսերին, ինչ է սպասվում կույսերին մայիսի 9-ին, Հարգելի կույսեր, այդ օրը տանը առիթ ունեք, կամ ինչ-որ մեկի տանը պետք է գնաք, կամ տան հետ կապված ոչ իրադարձություններ կան, նաև ոչ է նամակ, փաստաթուղթ կարող եք ստանալ ինչ-որ մեկից SMS, ինչ-որ նորություն կարող եք լսել այդ նամակի այդ տեղեկատվության միջոցով, ինչ-որ մի լավ նորություն է դա ձեզ համար, երջանկանաք, ուրախանաք, նաև որոշ գործեր այդ օրը կմնան, չեք հասցնում անեք, ինչ-որ բաներում էլ նաև կարող եք հուզվել, դե կարող է առիթ է, ինչ-որ մեկն է գալիս, ինչ-որ մի բան է տեղի ունենալու և կարող եք հուզվել, կարող եք նաև արտասվել, երեխաների հետ կապված յուրաքանչյուր իրադարձություն կարող է լինել, կարող է առիթը երեխաներինն է, կամ երեխաների հետ ինչ-որ տեղ եք գնում, ինչ-որ բաներ եք անում իրենց համար, վերջին զանգ եք պատրաստվում, ի վերջո շուտով վերջին զանգ է, նաև ոմանք ունեն եռանկյուն հարաբերություններ, ոմանք սիրային թաքուն հարաբերություններ և այդ օրը կարող եք հանդիպել և բացի դա էլ դա կարող է լինել օրինակ այստեղ երեխայի սերն են որոշում, հղիության մասին լուրն է այստեղ, որ հուզվում եք, արտասվում եք, նվերներ կարող եք ստանալ, նվերներ կարող եք տալ, գնել այդ օրը և երեկոյան ինչ-որ մի բան ձեզ կտանջի, ինչ-որ մի հարցում կարող եք տատանվել, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում,
Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքների մայիսի 9-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, երեխաները ինչ-որտեղ եք գնում, ինչ-որտեղ եք գնում մնում, երեխան հետ կարող գնում եք ձեր ծնողի տուն կամ երեխաներ են գալիս ձեր տուն երկար մնում, որից է հույս ունեք, ինչ-որ հույսով եք արթնանում, հույսներ դրել եք ինչ-որ մի բանի վրա, ինչ-որ մեկի վրա, այդպես հույսով արթնանում եք։ Նաև օրվա ընթացքում եւս կտատանվեք, ինչ-որ մի բան կտանջի ձեզ, քայլանելուց առաջ ամենայն դեպս երկար մտածեք, նաև երեխայի հետ կապված երկար մտածեք, հետո նոր արեք։ Եվ նորություն կլսեք շատ լավ։ Որոշ մարդկանց կսպասեք, կամ ինչ-որ բանի կսպասեք այդ օրը, եւ գործերն էլ կմնան, չեք հասցնի անել երևի կամ կսպասեք, կամ ինչ-որ բաներ կանեք, այ որ կմնա գործերը։ Այսքանը, ինչ-որ շատ եք տատանվում, ինչ-որ շատ եք հույսով ինչ-որ մեկի վրա, կարող երեխաները քնություն ունեն եւ իրենց մասին եք մտածում։ Այսքանը, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճների մայիսի 9-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը նորություն կլսեք, որովհետեւ նամակի միջոցով դա կարող է լինել, ինչ-որ տեղեկատվություն կարող է լինել, կամ փաստաթղթի մեջ ինչ-որ բան գրված կլինի, այդպես նորություն կլսեք։ Նաև ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Ժամը ձեզ համար այդ օրը շատ կարևոր է, ժամին պետք է ուշադրություն դարձնեք, հետևեք ժամին, նայեք ժամին, նա որ ուժամի եք տուն գալիս, ուժամի սպասում եք ինչ-որ մեկին, չի գալիս, ասել եք կգամ, բայց չի գալիս, որտեղ սուտ կա։ Կամ ուղղակի ուշ եք քնում,
կամ շուտ եք քնում, կամ ինչ-որ մի տեղ եք լինելու, որ ժամը այդքան էլ չեք նայելու, հա, ժամը քանիսն է, այդպես։ Այստեղ նաև կարող է ինչ-որ գործեր էլ անեք ավարտեք։ Նայեք, եթե սա այսպես դրեմ, դե ամենայն դեպս, հա, ինչ-որ մարդիկ կարող գործեր էլ անեն ավարտեն այդ օրը։ Աչքս ընկավ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 9-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ մի բան է ձեր ձեռքից գնում, ինչ-որ մի բան չեք կարողանում պինդ բռնել գնում է, այդ առիթի չեք կարողանում օգտվեք, այդպես կարելի ասել, կամ ինչ-որ մի բան է արել եք, վերջացել եք, տալիս եք մարդկանց։ Այդ օրը գործնական խոսակցություն ունեք, գործնական շփում ունեք, ոմանք գումարից կխոսան, այստեղ նաև ունեք սիրային թաքուն հարաբերություններ, սիրային եռանկյուն հարաբերություններ, այդտեղ եւս կարող եք գումար ծախսել կամ գումարի մասին խոսել, նաև կարող եք թաքուն գործողություններ եք անում եւ այդտեղ եք, հա, արժեք եք քննարկում։ Օծեր կան, բամբասանք, խոսակցություններ եւ այստեղ որ եթե տեսնում եք հիանալի պահեր են այստեղ սեղանի շուրջ նստած եք, ուրախ եք, հուզվում եք, արտասվում եք, իհարկե ուրախության արդյունքներն են։ Ինչ-որ մի բան կարող նշում եք, ինչ-որ մի բան կարող սեղանի ժամանակ է, այդ նստած ժամանակա տեղի ունենում ինչ-որ մի բան է, որ ձեզ այսպես ուրախացնում է եւ որից էլ նաեւ արտասվում եք։ Այստեղ նայեք անգամ սիրտ ձեր սիրելիներին է վերաբերվում, ձեր հարազատներին է վերաբերվում, կամ դուք ինքներդ այդպես որ սիրտը ուրախ է, թրթռում է, ինչ որ նման մի բան կարող է լինել այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 9-ին։ Մեկ րոպե։ Շատ ջղայնացա, մոմս անջատվեց։
Հարգելի այցողջուներ, այդ օրը ոչ են նամակ կստանաք տեղեկատվություն, լուր, փաստաթուղթ, նաև ինչ-որ մեկին կսպասեք, այդպես հուզված ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի կարող եք սպասել։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք, կամ եթե սպասում եք, ապա մի փոքր երկար կսպասեք, դե համար եք կարող նյարդայնացել, որ սպասում եք։ Օցեր կամ բամբասանք, խոսակցություններ, կամ ձեր հասցեին, կամ ձեր շրջապատում։ Իրադարձություններ են, որոնք որ կատարվում են ձեզ հետ յուրաքանչյուր ամիս, դա կարող է լինել նաև վերջին 1 ամսվա իրադարձության ավարտ, եւ այդտեղ կարող է սեղանի շուրջ եք նստում, նշում եք այդ ավարտը ինչ-որ մի բանի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 9-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ոչ է տեղեկատվություն կստանաք, նամակ, լուր, փաթեթ, SMS կարող եք գրել ինչ-որ մարդկանց, փաստաթուղթ ստանալ եւ կարող եք տատանվել ինչ-որ մի հարց ձեզ կարող է տանջել։ Որոշ գործեր կարող են ձեր ձեռքից գնալ, անկայուն գործեր են կամ կարող եք անել, վերջացնել տալ մարդկանց, կամ սա չեք օգտվում այդ հնարավորությունից։ Այդ օրը նաև ձեր ցանկությունները կիրականանան, նաև ոմանք սիրային ժամադրության կգնան, ոմանք նաև իրենց սիրելիների հետ հանդիպման։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 9-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ոմանք կամ շատ աշխատանք ունենան, կամ աշխատանքը կանգնած է ինչ-որ մի բանի պատճառով, որտեղ սպասում եք սուտ կա այստեղ եւ չի եղել, չեն արել, դրա համար աշխատանքը կանգնած է ոմանց մոտ։ Ոմանք կարող են հանդիպել պետական աշխատողի, ոմանք գնան հարցազրույցի, համենայն դեպս քայլ անելուց առաջ երկար մտածեք, թեկուզ աշխատանքի հետ կապված հարցերում, անպայման երկար մտածեք, նոր հետո արեք։
Դե ոմանք իրոք կարող են շատ աշխատանք ունենալ, կարող են մնացել եք մի տեղում եւ անընդհատ աշխատում եք, բայց ամենայն դեպս ինչ որ մեկին կարող սպասել եւ այստեղ սուտ կա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։